Աշխարհը շունչը պահած սպասում է կծավալվի արդյոք Հնդկաստան-Պակիստան բախումը, թե ոչ։ Համենայն դեպս իրավիճակի լարումից օրեր անց Պակիստանը հայտարարում է, որ հավաստի հետախուզական տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է շուտով ռազմական գործողություններ սկսել։ Իսլամաբադը կոչ է անում Միացյալ Նահանգներին ճնշում գործադրել Հնդկաստանի վրա, որպեսզի վերջինս զսպի ռետորաբանությունը եւ պատասխանատու գործի։ Պետդեպարտամենտն իր հերթին երկու կողմին է հորդորում նվազեցնել լարվածությունը, Դելին լուռ է։ Հետախուզական տվյալներ ունենք, որ Հնդկաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակում գործել մեզ վրա առաջիկա 24-ից 36 ժամերի ընթացքում, ահաբեկչության կեղծ մեղադրանքներով։ Տասնամյակներ շարունակ Քաշմիրը չկիսող Հնդկաստանն ու Պակիստանը սրվեցին, լարվեցին, երբ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրեց սահմանային ահաբեկչությանն աջակցելու մեջ, սակայն Պակիստանի կառավարությունը հերքեց, թե կապ է ունեցել 26 խաղաղ բնակիչների կյանք խլած հարձակման հետ։ Հետո դիվանագիտական հարաբերությունները լարվեցին, հետո արդեն տնտեսական կապեր նվազեցին։ Երկու միջուկային երկրների հնարավոր բախման մասին սկսեց ահազանգել աշխարհը։ Եթե այս կոնֆլիկտը լայնամասշտաբ լինի, ապա ինքը չի լինելու 1 կամ 2 ամսվա կոնֆլիկտ, ինքը կարող է տարիներ տևել։ Պակիստանի հետևում կանգնած այսօր Չինաստանը, Չինաստան-Հնդկաստան լարվածություն եւս արկա է։ Միջ այդ օրինակ Հնդկաստանին օժանդակում է Իրանը, նաեւ Միացյալ Նահանգները, նաեւ Իսրայելը, այսպիսով տարբեր գետերություններ կարող են ներգրավել այս պատերազմի մեջ եւ ինքը կարող է բավականին մեծ պատերազմ դառնալ։ Իսկ եթե դառնա առավել մեծ պատերազմ, ապա մեր տարածաշրջանում գոնե առիթից կարող են օգտվել Բաքուն, որ սպասում է, թե երբ գերտերությունները զբաղված կլինեն այլ խոշոր հարցերով, եւ Անկարան, որ ըստ տարբեր հետազոտությունների զենք է ուղարկում Պակիստան, ձեռքերը տաքացնելով այս կրակի վրա։ Թեև տպավորություն է, թե աշխարհի լարվածության գոտիները փոխվում են, բայց միջուկային երկրների բախումը թույլ կտա Ադրբեջանին տարածաշրջանային հարցեր լուծել, ասում է միջազգայնագետը։ Փաստ է, որ Ադրբեջանը սպասում է հարմար պահին, որ միջազգային գործոնները ներգրավված լինեն այլ խնդիրների մեջ, որպեսզի ինքը օգտագործի ստեղծված իրավիճակը, ճնշում իրականացնի Հայաստանի վրա, դա կարող է լինել լոկալ պատերազմ եւ այդ ճնշման ընթացքում ստանա այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Մեկ այլ հանգամանք է նաեւ առաջ քաշում փորձագետը, հիշեցնում է հայ-հնդկական համագործակցությունը զենգզինամթերքի ոլորտում, ինչին դարձյալ կարող է հակամարտությունը խանգարել։ Նաեւ տնտեսական նախագծեր կան։ Այնուամենայնիվ միանշանակ չեն կարծիքները, թե բախումը կարող է մեծանալ, այստեղ գերտերությունների շահագրգռվածությունը պետք, մյուս կողմից կարող է միջուկային զենքը սաստել կողմերին։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։